քայլ էր։ Պաշտոնական հայտարարությունների ձևով։ Ես անվանական մի քանիսին նշեմ, շնորհակալությունների համատեքստում քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ՔԻՀԿ-ն է ակտիվ զբաղվում այս հարցով, Հայաստանի ժուրնալիստների միությունն է զբաղվում ակտիվ այս հարցով, հայտարարություններ են ունեցել երկամսյա կալանքի առնչությամբ տեղեկատվական վեճերի խորհրդից, որտեղ լուրջ լրագրողական եւ իրավապաշտպանական կազմ կա ներգրաված, նաեւ եղել է լրագրողների լրագրողական կազմակերպությունների նախագահների հայտարարություն եւ եւս մի լրագրողների պաշտպանության կոմիտե, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ անունը ներողություն եմ խնդրում, որոշ արձագանք եղել է կալանքի երկամսյա ժամկետի առնչությամբ եւ անտիֆեյք-ի գույքի եւ տեխնիկայի առգրավման առնչությամբ։ Հացադուլի առնչությամբ առայժմ այս ամբողջ թվարկածես անունների հետ կապված դեռևս նոր արձագանքներ չկան, ասեմ, որ մենք ակնկալում ենք նաեւ նոր արձագանքներ, քանի որ նոր հանգամանքներ իհայտ է եկել երկամսյա ապօրինի կալանքից հետո եւս 3 ամսով կալանքի հանգամանքը եւ ասեմ, որ Վազգեն Սաղաթելյանի դեպքում դա Ալեն Սիմոնյանին համարժեք բառերով պատասխանելու հանգամանքով պայմանավորված, Նարեկ Սամսոնյանի դեպքում ընդամենը հետույք բառն ասելու հանգամանքով պայմանավորված եւ փաստացի 5 ամսվա կալանք է այս մարդկանց սպասում իրենց խոսքի ազատության իրավունքը դրսևորելու, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ամբողջական պաշտպանության ներքո է գտնվում։ Նարեկ Սամսոնյանի դեպքում էլ աբսուրդի մակարդակը ավելի բարձր է, որովհետև ընդամենը քրեական գործում գրված է հետույք բառը եւ նոր հանգամանք կա հացադուլը եւ նոր հանգամանք կա առողջական վիճակով պայմանավորված նոր հանգամանքը, որը որ ենթադրում է հրատապ արձագանքներ, հրատապ հայտարարությունների տեսքով եւ այլ գործնական դրսևորումների տեսքով, այո, մենք որպես անտիֆեյք-ի նաեւ խմբագիր եմ հայտարարում եւ նաեւ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է մեր լրատվականի հիմնադիրը, մենք ունենք այդ ակնկալիքները, որ հանրային լայն արձագանք կլինի, տարբեր կազմակերպություններ տեղից կշարժվեն, հայտարարություններով հանդես կգան, կպահանջեն այս ապօրինությունների շղթայի ավարտը եւ նաեւ կօգնեն մեզ հնարավորինս արագ Նարեկ Սամսոնյանին հուշաստատություն տեղափոխելու հարցում, հանրային արձագանքը բարձրացնելու հարցում, ինչպես նաև ապօրինի կալանքը դադարեցնելու հարցում։